Ուրեմն այսօր խոսելու ենք մենք քրիստոնյայի վերաբերմունքի մասին ընդհանրապես փորձությանը, աղետին, արհավիրքներին տարուբեր, հիվանդություններին, այսինքն ընդհանուր քրիստոնյայի կյանքում ոչ հաճելի իրողությունների մասին ենք խոսելու, որ պատահում են եւ ոչ միայն անհատ մարդու, այլ նաեւ ժողովրդի, պետության, ազգի ավելի լայն հասարակական ընդգրկում ունեցող իրադարձությունների ժամանակ։ Ուրեմն, որպեսզի մենք հստակ հասկանանք, թե որն է ընդհանրապես քրիստոնեական վերաբերմունք, որ Աստծո հարաբերությունը մեր հանդեպ, պիտի մի փոքր հերվից գանք, հասկանալու համար, թե ընդհանրապես մարդը տարբեր ժամանակաշրջաններում Աստծուն ինչ կերպ է ընկալում։ Ուրեմն, սկսենք հեթանոսությունից, ինչպես էին ընկալում հեթանոս բազմաստվածության ժամանակ մարդիկ ընդհանրապես Աստծուն, Աստծո գործունեությունը, ներգործությունը իրենց կյանքում։ Տեսեք, հեթանոսների ու իրենց դիցերի շփումը իրենց հետ, իրենց կյանքում, ամենևին հոր և որդու շփում չէր, ամենևին սիրո վրա հիմնված չէր, այլ հակառակը, եթե դուք կարդաք Հոմերոսի Ոդիսականը, հետո Իլիականը, Վերգիլիոսի Էնեականը եւ այլ, այսինքն բոլոր այն ստեղծագործությունները, որոնցից մենք քաղում ենք հեթանոս մարդկանց վերաբերմունքը իրենց դիցերին, կտեսնեք, որ մարդկանց մոտ ավելի գերիշխում էր վախը այդ դիցերի նկատմամբ։ Եվ հայտնի Դիոգենեսը կա, չէ, որ ապրում էր տականի մեջ, մակեդոնացիները իրեն մոտեցավ, ասեց ինչ ես ուզում, ասեց ենք որ մենա արևոտ ապրում ասին։ Այս մարդը կար եւ այս մարդը ընդհանուր առմամբ շատ ցինիկ կերպով, ինքը ցինիկ էր, կինիկ էր, կամ շնական հայերեն տենց ենք թարգմանում, շատ ցինիկ կերպով այս մարդկանց վերաբերմունքն էր դիցերի նկատմամբ ցույց տալիս, նաեւ իր կյանքով, իր ամասնական կյանքով։ Ու մի շատ հետաքրքիր պատմություն կա, մի օր Դիոգենեսը քայլում է Զևսի Մեհյանի մոտով ու տեսնում է, որ մի կին սենց գետնին ընկած երկրպագում է Զևսի դիցին ու խնդրում է, աղոթում է իրան, ասում է ինչի համար ես աղոթում դու Զևսին, ասում է որպեսզի չպատժի ինձ, չգիտեմ, կայծակներով չփոշիացնի ինձ եւ այլն, ասում է դու չես վախենում, որ ինքը մեզ հետևից գնա։ Այսինքն հեթանոսը մի մարդ էր, որ անընդհատ սպասում էր, որ դիցը իրան պիտի պատժի եւ զոհերը, որ մատուցվում էին դիցերին, ոչ թե նրա համար էին, որ փառաբանեն կամ երկրպագեն այդ դիցերին, այլ զուտ դրանք կաշառթեին, որպեսզի այդ մարդկանց ցանկած բան չանեն, եւ դրա համար օրինակ շումերահակադական միջագետքի շրջանի դիցաբանությունը ուներ, գիտեք, նաև երեխաների, նորածինների զոհաբերություն։ Եվ Մարդուկ այդ դիցը կար, եւ երկրորդում օրինացում երբ որ գրում է ձեր երեխաներին կրակի վրա միացրեք, հենց սրան է վերաբերվում, արձանը դիցը մոտավորապես ոսկուց, պղնձից կամ բրոնզից մի դից էր, ձեռքերը այսպես, եւ նորածին երեխաներին տաքացրած այդ դիցի վրա էին դնում, ու վառվում էր նորածին երեխան, կենթանի, եւ դա զոհաբերությունն էր։ Եվ այդ զոհաբերությունը ինչի համար էր, որ մի տեսակ այդ դիցերի զայրույթը, իրանց արյան պահանջը լրացնեն այդ մարդիկ, որովհետեւ իրանք ըստ էության ապրում էին դիցերին չզայրացնելու համար։ Եվ եթե բոլոր հին հեթանոսական դիցաբանական պատումները դուք տեսնեք, չէ՞, թե ոնց օրինակ բաժանվեց Օլիմպը մարդկանցից կամ միջագետքի պատմությունը եւ այլն։ Հիմնականում զայրացան այս դիցերը ու գնացին մի կողմի պատմություն կա, եթե չեմ սխալվում, ասորական դիցաբանության վերաբերվում, որ մարդիկ աստվածների հետ ապրում էին եւ խնամում էին աստվածները նրանց, բայց մի օր մարդիկ իրաց սպիտակ եղենը որոշեցին շատ բարձր ծառի ճյուղերին կախելու, աստվածներին դա զայրացրեց, բռնեցին, ոչնչացրեցին բոլորին, իրանք էլ գնացին վերև, մարդիկ մնացին ներքևում։ Այսինքն հեթանոս մարդու ընկալման մեջ դիցը
այն մեկն է, ով իրան կարող է ամեն ինչի համար պատժել։ Ու դրա համար կայծակը, հրդեհը, երկրաշարժը, սա այս ամեն ինչը չլինելու համար մատուցում էին զոհեր, եւ երբ որ լինում էր այս ամեն ինչը, մարդիկ ասում էին, հա, ուրեմն մենք զայրացրել ենք իրանց այսօր բարենական։ Եվ այս հեթանոսական ընկալման մեջ, հեթանոսական պատկերացման մեջ էին ապրում նաև 5 տակարանյան հնգամածյանի գործող անձիկ, նահապետները, սրբերը, Մովսես մարգարեն, Նոյը, Հեսուն, Աբրահամը, այս բոլոր մարդիկ իրանք շրջապատում Աստծո մասին այս պատկերացումները կար։ Եվ Սաղմոսներում, երբ որ դուք տեսնում եք, օրինակ ասում, Աստված Աստուծոց, Աստվածների Աստված, չէ՞, այդպես է։ Եվ ասում խորտակեցի բոլոր աստվածներին։ Այս արտահայտությունները, երբ որ Սաղմոսում կան, սա ոչ թե ենթադրում է, որ 5 տակարանում ընդունում էին այլ դիցերի կամ այլ աստվածների գոյություն, այլ քանի որ Սուրբ Գիրքը շատ կարևոր է սա ֆիքսել։ Սուրբ Գիրքը մարդուն տրված Աստծո խոսքն է, այսինքն պետք է լինի մարդու համար ընկալելի այս խոսքը, որովհետև եթե մարդու պատկերացումներից դուրս ինչ-որ բաներ են ասվում, մարդը պարզ է, չէ՞ որ չի հասկանալու։ Եվ դրա համար ավետարանում Հիսուս Քրիստոս ասում է ձեր երկրային բաներ են խոսում, չեք հասկանում, նա որ երկրային բաներ խոսում, ինչ կարող է, այսինքն Աստված միշտ մարդկանց հասկանալի դառնալու խնդիր ունի եւ հասկանալի դառնալու միտում ունի։ Ու դրա համար էլ 5 տակարանյան անթրոպոմորֆիզմը, այսինքն Աստծուն մարդու կերպով մատուցել է մարդկանց։ Ոչ թե նրա համար է, որտեղ Աստված մարդու պես է, այսինքն մարդկային հատկանիշներ է ունի, այլ որպեսզի մարդկանց համար, հեթանոս միջավայրում ապրող մարդկանց համար ընկալելի լինի։ Տեսեք, Աբրահամը, Հակոբը, երբ որ տեսնում եք Աստծո ու իրան շփումները, շատ նման են այդ շփումները հեթանոս ժամանակի հեթանոս դիցերի հետ շփումներին, որովհետև օրինակ Աբրահամը մտածում էր, որ Աստված այսքան, այս մի փոքրիկ քաղաքի Աստված է։ Հակոբը մտածում էր, որտեղ հեթանոսներն էին դից մտածում։ Հեթանոսական ընկալումը հետևյալն է, յուրաքանչյուր դից ունի իր տարածքը, իր քաղաքը, իր գյուղը, իր երկիրը, ու երբ որ դու այս քաղաքից գնում ես ուրիշ քաղաք, դու պիտի այս դիցին արդեն պաշտես, որտեղ բաժանել են իրար մեջ նույն ձևի նաև մեր մարդկանց, չէ, բանը, կա պետություն, կա քաղաք, կա քաղաքապետ, կա գյուղապետ, կա թաղային հեղինակություն, որ գնում ես պիտի ոնց որ իր հետ հարաբերություն կարգավորես, իր հետ պիտի լավ լինես կամ վատ լինես, մի խոսքով։ Եվ 5 տակարանյան մարգարեները, երբ որ խոսում էին մարգարեանում էին, եւ նաև խոսում էին տարբեր արհավիրքների մասին, փորձությունների մասին եւ այլն, եւ մեղքի խնդիրն էին դնում։ Եթե ուշադիր, այսինքն գիտեք, եթե ոչ թե մենք ցած ցիտատների բաժանենք հաղորդությունները, այլ ընդհանուր իմաստը փորձենք հասկանալ, որ մեզ փոխանցում, որովհետեւ ես մեկ անգամ ասել եմ եւ նորից հիմա կրկնեմ, ուրեմն 1654 թվականին առաջի անգամ Սուրբ Գիրքը բաժանվել է համարների եւ գլուխների, հա։ Ուրեմն միջև այդ համար ու գլուխ չի եղել Սուրբ Գիրքում։ Եվ ոչ մեկի մտքով չի էլ անցել կարդալ Սուրբ Գիրքը անջատ, հա։ Այդ հետո հետագայում, քանի որ աստվածաբանական լայն վեճեր են եղել Սուրբ Գրքի հետ կապված, հա, ռեֆորմացիայից հետո կաթոլիկ եկեղեցու լութերականության եւ այլն, որպեսզի ավելի հեշտ լինի հասկանալ, թե որ Սուրբ Գրքի որ հատվածի մասին ենք մենք խոսում, Սուրբ Գիրքը բաժանվեց, գրքերը բաժանվեցին գլուխների եւ բաժանվեցին համարների։ Ուրեմն վաղ մարդու համար ընթերցել Սուրբ Գիրքը նշանակում է ընկալել ամբողջ իմաստը։ Եսայի մարգարեության, Երեմիա, Եզեկիել, մի խոսքով անկախ մարգարեից ընկալել ամբողջ իմաստը եւ անկախ գրքից։ Եվ ինչի մասին են խոսում մարգարեները, երբ որ խոսում են Աստծո պատժի մասին։ Եկեք Հովնանի գրքի վրա այս օրինակը, հա, բերենք, որովհետև նախ ինքը կարճ է, պատմություններն ըստեյության սյուժեն, հա, բոլորից ծանոթ է։ Ուրեմն կար Նինվե քաղաքը, որը
մեղքի մեջ էր, այսինքն դիցերի էին պաշտում իրանք, եւ դիցերի պաշտամունքը նաեւ ենթադրում էր մարմնական մարդու, մարմնական էության, մարմնական ցանկությունների պաշտամունք, Աստված ուզում է ուղարկի Հովնանին նինվե, Հովնան ասում է, չէ, ես չեմ գնալու եւ այլն, որովհետեւ իրանք վատն են, սնեն են, որովհետեւ եկեք հիշենք, թե ասորիները հрьяաներին եւ Հովնանն էլ հрья էր, հա, ազգությամբ, ինչքան շատ նեղություն էին տվել եւ բնականաբար հիմա ես օրինակ պատկերացնում իմ վրա, որ Աստված ինձ մի օր ասի, գնա ասենք ադրբեջանցիներին կամ ինչ-որ մեկին ապաշխարության կոչարա, ես կարծում եմ, որ ես այդքան էլ չեմ ուզի, հա, գնամ։ Ուրեմն Հովնանին պետք չի սկզբանը մեղադրել, որ Աստված իրան ասեց, ինքը չուզեց գնա, որովհետև այսա ամենակարևոր բանը, մարդկային ընկալումը աշխարհի մասին ու Աստծո ընկալումը այդ աշխարհի մասին։ Որովհետև վերջը ոչ միայն հрьяաները չէին սիրում ասորիներին, այլև ասորիներն էլ այդքան շատ չէին սիրում հрьяաներին, հա։ Ու շատ դժվար է չէ պատկերացնել, որ մեկը գա ու ասի պիտի ապաշխարեք ու ապաշխարեն այն մարդիկ, ովքեր ի սկզբանե իրեն չեն սիրում։ Նույն ձևի Մովսեսի ու Փարավոնի պատմությունը։ Տեսեք, Մովսեսը ասում է, ես չեմ կարող խոսալ։ Դուք պատկերացնում եք Փարավոնի կերպարը հին Եգիպտոսում։ Փարավոնները նախ համարվում են, ինչպես նաև Հռոմում հետո կայսրերը, համարվում են աստվածներ։ Ու ինչ որ մեկը գնում է ասում է թող, այս մարդկանց թող։ Հիմա մենք կարող ենք գնանք մի հատ խոշոր տնտեսվարողի, ասենք, այս քո աշխատողին թող, ես գնում եմ։ Չեն կարող, որովհետև այդ մարդը չի թողի։ Ու երբ որ Աստված էլ մեզ ասի, գնացեք, ասենք, չգիտեմ, այս ինչ գործարանի տիրոջը ասեք, որ ժամում 1000 դրամով չաշխատացնի այս մարդկանց, ու ազատի իմ ժողովրդին, մենք էլ Մովսեսի նման երևի կասենք, բայց ես չեմ կարող խոսալ իր հետ։ Ու տեսեք, երբ որ Հովնանը այդ երկար իրափոխություններից հետո գնացողը կուլա գնում, հա, կետ ձկան կողմից, հետո նաև ապաշխարում է, 3 օր մնում է, վերջը գնում է նինվե, ու ինչ անում, Աստված ողորմում է այս մարդկանց, հա։ Եվ շատ կարևոր է ստեղ հասկանալը, որ եւ 5 տակարանում, եւ առավել ևս արդեն Հիսուս Քրիստոսի ծննդյան հայտնությամբ, աստվածայնությամբ, կատարյալ աստվածայնությամբ, մենք տեսնում ենք, որ Աստծո գեր նպատակը ամեն ինչում մարդուն փրկության տանելը, փրկելը։ Եվ շատ ժամանակ, երբ որ խոսում են տարբեր արհավիրքների մասին եւ այլն, եւ դա ներկայացվում է որպես փորձություն ու Աստծո պատիժ, մի շատ կարևոր խնդիր կա, որ եւ դա հիմնականում վերջին ժամանակների մասին է, չէ՞ խոսում, ահեղ դատաստանի մասին է խոսում։ Ուրեմն ահեղ դատաստանին Հիսուս Քրիստոսը դատախազը չի լինելու։ Հիսուս Քրիստոս մեր փաստաբանն է լինելու, մեզ պաշտպանողն է լինելու։ Եվ դրա համար էլ ինքը Տերը ասում է, որ Մովսեսը ձեզ կմեղադրի։ Այն որ Մովսեսին հрьяաներին ասում է, Մովսեսին այդքան ասում եք, այ Մովսեսը սենց ասեց, Մովսեսը սենց ասեց, հենց ասեց, այ Մովսեսն հենց կասի ձեզ կմեղադրի։ Ես ձեր փրկության համար եմ։ Ես նրա համար եմ ոչ թե դատելու ձեզ, այլ փրկելու։ Որովհետև վերջը մեզնից որևէ մեկը, եթե Աստծո դատաստանի առջև կանգնի, մենք ոչ մեկս չենք արդարացնի, ոչ մեկս, որովհետև ով շատ բարեպաշտ է, իրան շատ էլ տրված է այդ բարեպաշտությունը։ Ու եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ, եթե մենք շնորհներ ունենք ու կարող է միգուցե հասարակության մեջ ինչ-որ այս մեկից ավելի շատ ենք աղոթում, այս մեկից ավելի շատ սուրբ գիր գիտենք, հա, կարդում ենք, ինչ-որ լավ բարի գործեր ենք անում, այդ նրանից է, որտեղ մեզ տրվել է, հա, որովհետև չգիտեմ, մեր կյանքը նենց է դասավորվել, որ հավատացել պատիկ ենք ունեցել, մեր կյանքը նենց է դասավորվել, որ լավ քրիստոնյաներ ենք տեսել, այսինքն այդ տրվել է մեզ, չէ՞, մենք օդից չի այդ ամեն ինչը։ Եվ ուրեմն մարդու, յուրաքանչյուր ժողովրդի, յուրաքանչյուր հավաքականության փրկությունը միայն եւ միայն բխում Աստծո սիրուց եւ Աստծո շնորհից։ Եթե Աստծո սերը ու շնորհը, շատ շնորհակալություն։ Եթե Աստծո սերը ու շնորհը մենք դուրս ենք անում այս ամեն ինչի մեջից, մենք
ընդհանրապես ոչ մի հնարավորություն չունեն փրկության օրենքով։ Եվ ինչն է հետաքրքիր, որ մեր սիրելի քրիստոնյա քույրերն ու եղբայրները բազմիցս կարդալով Պողոսի թղթերը, Հակոբոսի թուղթը, Պետրոս Առաքյալի թղթերը, այս ամեն ինչը կարդալով, հասկանալով, որ Աստծո մարդացման մեզ օրենքից բարձր շնորհատրվել, միևնույն է ուզում են գնան ու մտնեն օրենքի տակ։ Միևնույն է ուզում են Աստծուն ընկալել մեզ, ոնց որ ընկալում էին հեթանոսները։ Աստծուն ընկալել մեզ, ոնց որ ընկալում էին նահապետները, հա? Իսկ նահապետները Աստծուն ընկալում էին իրենց աշխարհայացով, իրենց ընկալումներով, Հոբի գիրքը, չէ՞, որ կարդում եք։ Ինչ որ խոսում են այդ մարդիկ, խոսում են իրենց աշխարհընկալման մեջ։ Եվ մենք էլ, երբ որ հիմա քննարկում ու խոսում ենք որևէ բան, չէ՞ որ մենք մեր աշխարհընկալման մեջ ենք խոսում, բայց մեր աշխարհընկալման մեջ պիտի լինի Աստծո հայտնությունը։ Հիսուս Քրիստոսի ծնունդը, Աստծո մարդացումը, որտեղ այս մարդացումով այլևս այն բոլոր օրենքները, բոլոր միջոցները, որ կային մինչև Աստծո մարդացումը, այլևս ոչ թե անկարևոր են, ոչ թե պետք չեն, հա, այլ վերագլխվեցին։ Որտեղ եթե դու ունես Աստծուն, դու ոչ մի բան պետք չունես։ Ուրեմն այս ընկալման մեջ մենք պիտի հասկանանք, թե Աստված ոնց է գործում մեր կյանքում։ Ուրեմն սիրելիներ, մարդուն հրկվելու համար հիշում եք նախորդ խոսքը, որ ամեն ինչ կա մեր կյանքում, մեր փրկության համար է տրված մեզ։ Ուրեմն մարդուն հրկվելու համար պետք է լինեն ազատ, որովհետև մարդը եթե ազատ չի, ազատ ընտրություն չունի, ինքը ըստ էության հրկվել չի կարող։ Ինչի, որովհետև ինչը պիտի հրկի Աստված, հա? Այսինքն մարդու անձ լինելու, ձևավորվելու համար մարդը պիտի կարողանա ազատ որոշումներ կայացնել, պիտի կարողանա ազատ լինել իր ընտրության մեջ, եւ բնականաբար, եթե ամեն մարդու ազատ ընտրության ժամանակ Աստված ինձ խփի ձեռին իր ասի չէ չանես, այդ կնշանակի, որ մարդը ազատ չի, հա? Մենք բոլորս, չգիտեմ, դա բոլորս չասեմ, իմ մանկության ժամանակ, օրինակ, այս նոր տարվա կամ ինչ-որ առիթի, հա, պարագայում, երբ որ տենց համով բաներ էի սարքում, ու սենց երեխաները ասեն, թող էդի ծնունդի համար այդ նույն ձև, հա, երբ որ պատկերացրեք, հիմա Աստված ամեն ինչ տվել է մեզ, բայց ինչին ուզում ենք մեր ձեռը տանենք, խփում է ասում է չէ, այսինքն պիտի չանես։ Ուրեմն կստացվի, որ մենք ազատ չենք։ Եվ դրա համար Աստված ոչ թե դրդում է, ասենք, չգիտեմ, ոմանց տարբեր մեղքերի, եւ այդ մեղքերը շատ ծանր մեղքեր են, սպանություն, տարբեր բաներ, այլ եթե կա տնօրինություն, այդ տնօրինությունը վերաբերում է բոլորին, որովհետեւ բոլորը հնարավորություն ունեն փրկվելու։ Եվ վերջի վերջում մեզնից բոլորն են հնարավորություն ունեն մարդ սպանելու, բայց մենք ազատ ենք չսպանելու մարդուն։ Մեզնից բոլորը հնարավորություն ունեն գողություն անելու, բայց մենք ընտրում ենք գողություն չանելու։ Ուրեմն, բայց մարդիկ կան, որ չեն ընտրում։ Մարդիկ կան, որ ընտրում են սպանել, գողություն անել, այս անել, այն անել։ Եվ եթե մարդը ուղղակի ընտրություն չունենա այդ անելու, մեղ գործելու, հա, կնշանակի, որ մարդը ըստ էության կյանք չի ապրել, որտեղ կյանքը վերջի վերջում այդ ազատության մեջ արտահայտվող կյանքն է։ Իհարկե ժողովուրդ, այս ազատության թեման շատ երկար տարբերակեցան, սկսած փիլիսոփայական տարբեր ընկալումներից, վերջացրած տարբեր հայրերի մոտեցումներից ազատության։ Բայց եկեք որպես աքսիոմատիկ ձևով ընդունենք, որ ազատությունը տրված է մարդուն նորից ու նորից փրկվելու հնարավորություն ունենալու համար։ Եվ ուրեմն, եթե մարդը ունի ազատություն, ուրեմն ազատությունը կարող է ինքն արտահայտվել միայն մի պարագայում, եւ ազատությամբ Աստծուն ընտրելը կարող է արտահայտվել միայն մի պարագայում, երբ որ մարդը Աստծուն սիրում է։ Ընտրել Աստծուն, որովհետև վախենում ես Աստված, որ քեզ կպատժի, սա քեզ չի ազատում, դու շարունակում ես մնալ ծառան։
ընտրել Աստծուն, որպեսզի մտածես, որպեսզի շահ ունենաս Աստծուց, լավ ավտո քշես, հասարակական դիրք ունենաս, հիպոթեկա ցածր տոկոսով տարբեր ես, ասենց բաների համար ընտրել Աստծուն, սա էլ քեզ չի ազատում, որովհետև դու Աստծուն չես ընտրում։ Դու ընտրում ես հիպոթեք, ավտո, հասարակական դիրք եւ այլն։ Ուրեմն ինչով ենք տարբերվում մենք քրիստոնյաներս բոլոր մնացած մարդկանցից, ովքեր Աստծո հայտնությունը Հիսուս Քրիստոսին չեն ընդունում կամ չեն ճանաչում։ Որ մենք հավատում ենք, որ մեր Տերը ներեջվում է նրա համար, որտեղ մեզ սիրում է։ Ոչ թե նրա համար, որտեղ ուզում է մեզ պատժի, ոչ թե նրա համար, որ ինքը մենակ ազգում իրան, ուզում է տենց փոքրիկ սենց փոշիանման բաներ լինեն ինքն էլ իրենց կյանքին նայում։ Ոչ, այլ նրա համար, որտեղ ինքը մեզ սիրում է։ Եվ ինչի Աստված խաչվեց, որովհետև ինքը մեզ սիրում է։ Այսինքն աստվածային սերը հիմքն է ամեն ինչի, ինչ որ Աստված թույլ է տալիս, որ լինի մեր աշխարհում։ Եվ հիմա սա գիտեք, շատ հարցեր են իր հետևից առաջացնում։ Որտեղ լավ, հիմա ձեզնից յուրաքանչյուրը կարող հարցնի, սիրուց էր, որ թույլ տվեց, որ օրինակ չգիտեմ, Սպիտակի Գյումրի երկրաշարժը Սիրուց էր, որ 20 թվականին պատերազմ եղավ ու այդքան մարդ զոհվեց։ Սիրուց էր, որ գրեթե ամեն օր շատ երեխաներ են, չէ՞, շատ։ Մահանում են, չգիտեմ, մարդիկ փոքրներ, որ ոչ մի վատ բան չեն արել իրենց կյանքում։ Միակ բանը, որ արել են ծնվել են։ Սիրուց էր արդյոք այս ամենը չէ, թե չէ։ Եվ պատասխանը պիտի լինի այո, սիրուց է։ Բայց ոչ թե նրա համար, որ այ տեսեք, որ պատերազմ կլինի, նրա համար ապաշխարեք ու դարձի եկեք, այստեղ խնդիրը որն է, որ մենք ընտրում ենք այդ ամենը։ Որտեղ ինչի են լինում պատերազմներ, ես մարդացին բաների մասին խոսամ, հետո կգնանք նաև բնական բաների։ Ինչի են լինում պատերազմներ։ Պատերազմները լինում են այն ժամանակ, երբ որ մարդիկ, մարդկությունը ընդհանրապես իր առջև դնում են տարբեր նպատակներ ու առաջնահերթություններ, թե ինչ է իր համար կարևոր։ Տեսեք, եթե համաշխարհային գրականության մեջ կա Սվիֆտի, Ջոնաթան Սվիֆտի Գուլիվեր պատմությունը, գիտեք, չէ՞։ Ու դա ինքը սատիրա է աստեղծել, Գուլիվեր ստեղծագործությունը, տեսեք, կան ելիկուտները, փոքրիկ, կան հսկաները, կան ձիերը եւ կան այդ վայրիացած մարդիկ, հա։ Եվ ինչով այս ամեն ինչը տարբերում է, որ ամեն մի հասարակություն, ամեն մի շերտ իր առջև դնում է տարբեր նպատակներ ու տարբեր խնդիրներ։ Եվ երբ են լինում պատերազմները, երբ որ երկու ազգեր, երկու միավորումներ միևնույն առաջնահերթություններն են իրենց համար դնում։ Եվ սրա համար ռեսուրսների համար սկսում է պայքար։ Եվ երբ որ մարդիկ իրենց կյանքի նպատակը տեսնում են օրինակ շատ ունենալու, շատ տիրելու, շատ ազդեցություն ունենալու մեջ, նաև ուրիշ մարդկանց, ովքեր այդ նպատակները չունեն, մղում են այդ ամեն ինչը։ Հիմա իրանք մղում են, այն մնացածն է պաշտպանվում են, բայց խնդիրը ստեղ որն է, որ ըստ էության եւ հարձակվողները եւ պաշտպանողները իրանք գրեթե միշտ ունեն միևնույն ընկալումը կյանքի նկատմամբ, միևնույն արժեհամակարգը։ Եվ Աստված մարդուն ազատ կամք տալով չի արգելում նաև պատերազմներ։ Չի արգելում։ Որովհետև դա էլ է մարդու ընտրությունը։ Եվ ինչն է ամենամեծ խնդիրը, որ տեսեք, երբ որ մենք sense գլոբալ նայում ենք պատերազմը, չէ, հետաքրքիր է, որ պատերազմի ժամանակ, անգամ այդ ժամանակ, երբ որ պատերազմը ինչ է, մահ, ընդհանրապես մահ, ամեն ինչ։ Անգամ այդ ժամանակ շատ մարդիկ դարձի են գալի, իրական կերպով են դարձի գալի։ Բայց դա ոչ թե նշանակում է, որ պատերազմը այն նրա համար է, որ այս մարդը դարձի գա, այլ այդ մարդը այդ պահին, այդ իրավիճակի մեջ կարողացավ կատարել իր ընտրությունը։
գիտեք, կան մարդու մեջ հորմոններ, որոնք արտադրվում են շատ ուժեղ ստրեսի ժամանակ, շատ ուժեղ, հա? Մնացած հանգիստ վիճակում մարդը չի ունենում այդ ամեն ինչը։ Լավ ուժեղ ստրեսի, այսինքն կյանքի վտանգ սպառնող իրադարձությունների ժամանակ է, որ մարդը հետի սկսում է արտադրել։ Ուրեմն փոխվում է մարդը, ճիշտ ասած մի քանի խումբ է, քանի անունները լավ չեմ հիշում, դրա մեջ ասած։ Ու փոխվում է մարդը։ Եվ նույն կերպ նաև մեր կյանքում լինում են իրավիճակներ, երբ որ մենք փոխվում ենք։ Բայց դա չի նշանակում, որ Աստված այդ իրավիճակը ստեղծեց, որ մենք փոխվենք։ Այն նշանակում է, որ վերջի վերջո այս իրավիճակում մենք կարողացանք ընտրություն կատարել։ Իսկ բնական աղետները սիրելիներ ինչ են տեղի ունենում բնական աղետները։ Եվ ամենահեշտ պատասխանը, անկեղծ ձեզ ասեմ, շատ հեշտ է օրինակ ասել հեթանոսական ձևով ընկալել, հա, աշխարհը ասել, մեղք էին գործը, Աստված երկրաշարժը տվեց։ Ամենահեշտ բանը, ոնց որ հարցերը լրիվ քչվում են տեղ, եթե դու ցանցես հա, բայց կա հասկանալ, որ տիեզերքը, բնությունը, իրանք էլի ապրում են օրենքներով, իրանք ազատ չեն իրանց ընտրության մեջ, իրանք Աստծո կամքով են որ շարժում, օրինակ Բարսեղ Կեսարացին ջրօրհնեքի իր աղոթքը ունի, որտեղ խոսում է տարերի մասին, թե ինչպես են իրանք փոխկապակցված իրար հետ, ու ինչպես են ստիպում, որպեսզի այս երկիր մոլորակը պտտվի ու աշխարհը ընդհանրապես կյանք ստեղծի։ Եվ այս ամեն ինչի մեջ, այս բնության գոյության մեջ պետք է լինեն օրինակ տեկտոնիկ սալերի շարժում, չէ՞։ Բնական, որպեսզի կյանքը շարունակի գոյություն ունենալ մեր երկրի մոլորակի վրա, պետք է լինեն նաև այդ տեկտոնիկ սալերի շարժում։ Պետք է լինեն հրդեհներ, անտառների հրդեհներ, պետք է պատահի լինեն։ Ինչի, որովհետև այդ հրդեհների ժամանակ անտառը վերակենդանանում է։ Հին ծառերը գնում են, նոր սերմերը իջնում են, լիքը ցիտիկներ կան գալիս են հետ ուտում են, խոսքով կան ծառատեսակներ անգամ էնդեմիկ, որոնք միայն եւ միայն բազմանում են այն պարագայում, երբ որ ուժեղ հրդեհներ են լինում, որտեղ այդ ժամանակը որ իրենց սերմերը կարողանում են բացվել, հա։ Ուրեմն կյանքի շարունակության, բնության շարունակության համար պետք է այս ամեն ինչ։ Հիմա ինչի են մարդիկ ուժում այդ ամեն ինչից, որովհետև ոչ մեկ չի ասում մարդկանց, որ գնացեք տեկտոնիկ սալերի շարժման արանքում քաղաքներ սարքեք, պետություններ սարքեք, կամուրջներ սարքեք, ոչ մեկ չի ասում, որ նենց մի արեք, որ չգիտեմ, անտառներից մի քիչ հեռու ապրեք։ Այսինքն խնդիրը ստեղ որն է, որ այդ բնության ամեն ինչը պետք է, որպեսզի կյանքը շարունակի գոյություն ունենալ, կենդանական կյանքը, բայց մարդը իր Աստծո տված իր մտքով կարող է վերջի վերջո ուսապել այդ ամեն ինչից, հա, չգիտեմ, որովհետև վերջի վերջո, եթե այդ ամեն ինչը չլինի, մենք լավ չմեռնենք երկրաշարժից, հրդեհներից, ռոտորիկից, կմեռնենք սովից, որովհետև բույսեր չեն աճի, կենդանիներ չեն լինի, չգիտեմ, թթվածին, չի գեներացվի եւ այլն, մի խոսքով։ Մնա տարբեր բաներ։ Ուրեմն սիրելիներ, այս ամեն ինչի ամենակարևոր խնդիրը որն է, որ մարդիկ ընկալում են այս ամեն ինչը որպես Աստծո կողմից ուղարկված փորձություն։ Ուրեմն ինչը փորձություն է ինքն իրենից ենթարկում։ Փորձությունը ենթարկում է, որ դու կասկածում ես, հա, ինչ-որ մի բանի վրա։ Կամի թե չի լինի, կամի թե չի անի, կասկած է ենթարկում։ Եվ երբ որ մենք ասում ենք Աստված փորձում է, նշանակում է մենք ասում ենք Աստված չգիտի։ Կարող եմ հանգստացնել, Աստված գիտի, որ մենք բոլորը շատ մեղավոր մարդիկ ենք, չի կասկածում ինքը։ Ինչի, որովհետև եթե տենց չլիներ, Աստված չէր մարդանա, չէր խաչվի, չէր թաղվի մեր համար, ու իր արյունը չէր հեղի։ Աստված մեր վրա չի կասկածում, որ մի հատ էլ մեզ փորձի։
որտեղ Աստված մեզ գիտի, ամեն ինչով, ուղղությունով մեզ գիտի։ Եվ Աստված ինքն էլ չի փորձում, որովհետև Աստծուն փորձելը անհնար է որևէ մեկի համար, ընդհանրապես որևէ մեկի համար։ Բայց հիմա կա երկու հարց, չէ՞, Հակոբոս Առաքյալը ասում է, որ Աստված չի փորձում մի խաբնենք, եւ մենք ավետարաններում տեսնում ենք, որ Քրիստոս մկրտվելուց հետո տարվեց անապատ Սուրբ Հոգու կողմից եւ ասես սատանան փորձեց նրան։ Ուրեմն որն է ամենակարևոր հարցը ստեղ, որ Աստծո մարդացումը, սա Աստծո կամավոր կերպով մարդու նման լինելն էր, հա? Որովհետև այո, Աստված չի փորձվում, բայց մարդը փորձում է սատանայի կողմից, որովհետև սատանան էլ մի քիչ կասկածում է, մենք մի քիչ Աստծուն նման ենք, թե չէ, եւ փորձում է մեզ, որպեսզի մենք ինքներս մեզ համոզենք, որ ընդհանրապես Աստծուն նման չենք, հա? Մեր մեղքերը տեսնում է եւ Աստված, եւ սատանան, բայց Աստված ուզում է, որ մենք այդ մեղքերը առաքինություններով հաղթենք, սատանան ուզում է, որ մենք ավելացնենք մեր մեղքերը, առաքինություններն են մոռանում։ Ուրեմն Քրիստոսի փորձությունը ոչ թե Աստծո փորձությունն էր, այլ Աստծո կամավոր մարդացման գործընթացը, որովհետև եթե Աստված մարդանար, բայց թույլ չտար, որ սատանան իրան փորձի, դա ուղղակի թույլ չտար, ոչնչացներ այդ պահին, այդ կնշանակեր, որ Աստված մարդու բոլոր խնդիրներով չի ապրում։ Իսկ ինչպես մեր հայրերն են ասում, ինչի է, տեսեք, երկար ժամանակ կար շատ լուրջ, աստվածաբանական երկխոսություն, բանավեճ, թե օրինակ, չգիտեմ, Քրիստոս սով զգացել է, թե չի զգացել, ուտելու հետևանքներով նաև, այսինքն եղել է դա, թե չի եղել։ Եվ որոշ հայրեր ասում են, որ չէ, այրվել է ինքը իր մեջ, որտեղ բացությունը չի եղել եւ այլն։ Բայց Ներսես Լամբրոնացին շատ լավ իմ համար սենց ասեմ, շատ լավ բացատրություն է տալիս, որ այն ինչ Աստված չի վերցրել, ուրեմն դա չի փրկվել։ Իսկ եթե մարդու բնության մի այսքան մասը չի փրկվել, ուրեմն մարդը չի փրկվել։ Ուրեմն Աստված ամբողջովին վերցրեց մարդու բնությունը, իսկ մարդու բնությունը ամբողջովին փրկվի։ Եվ այս փրկությունը հենց սիրո վրա, Աստծո սիրուց բխած փրկություն է։ Եվ փորձություններն էլ, որին ենթարկվում է մարդը, Հակոբոսը իր թղթում շարունակում է, ինչի ենք մենք որ փորձվում, որ հրապուրվելով, գայթակղվելով, որովհետև շատ ժամանակ մեր կյանքի տարբեր իրադարձություններում մենք միշտ ուներում ենք այդ գայթակղությունը աշխարհի կյանքով ապրելու, որտեղ աշխարհի կյանքը շատ հեշտ է։ Մտածելու մեծ ոնց որ մտածում են հեթանոսները, մտածելու մեծ ոնց որ մտածում էին հրեաները, հա, մտածելու մեծ ոնց որ մտածում էին կայսերական բյուզանդացիները, հռոմեացիները, ցարական Ռուսաստանի ռուսները, խորհրդային ժամանակվա ռուսները, ամերիկացիները եւ այլն, հա, որոնք աշխարհն են ունեք հռոմեացիներն ու բյուզանդացիները, նաեւ ռուսները, հա, հետագայում բոլոր կայսրությունները, քաղաքական ենթատեքստեր չտեսնեք, էլի ստեղ ես կայսրության մասին եմ ուղղակի խոսում, աշխարհին նայում են իրենց կայսրության աչքերով։ Կայսրապաշտություն էլի։ Տեսեք անգամ այսօրվա ավետարանի ընթերցանությունը, ասում է Օգոստոս կայսրը ամբողջ տիեզերքով մարտահրավեր։ Հա, բանարեց։ Իր համար է տիեզերք։ Որովհետև կայսրությունները դրանք անսահման են։ Նույն խորհրդային միության իդեոլոգիայի մեծագույն բանը մեղքը որն էր, որ ամբողջ աշխարհն է կոմունիստական տիլինի, չէ՞, ամբողջ աշխարհը ու չկա այդպես մի հատ տեղ, որ չլինի այդ։ Եվ այս կայսերական մտածելակերպը արդեն կայսրությունը մարդուց Աստծո սիրուց բարձր է դասում։ Ու քանի որ կայսրությունը չի կարող սխալվել, հա, դրա համար եւ այդ իր քաղաքականության մեջ։ Դրա համար էլ արդեն բնական ավետները դառնում են Աստծո պատիժ։ Ոչ թե պետք չէր
անապատում հերից տներ սարքել, հա? Ոչ թե պետք չէր տեկտոնիկ սալերի կողքը 150 հատ երկնաքեր սարքել, այլ Աստված ջղայնացավ ու պատժեց այս ամենը։ Ու մարդիկ այդ ընկալում են, ու այդ հեշտ է ընկալել, ու քարոզում են դա, մտածում են, որ դա քրիստոնեական է, այնինչ դա հեթանոսական ընկալում է։ Տեսեք, ինչի ես չեմ առաջարկում պայքարել այդ ընկալումների դեմ, որովհետև շատ մարդկանց մոտ դա կարող է բերել իր մի ինչ-որ կյանքի ընթացքում ճշմարիտ Աստված պաշտպանության։ Միգուցե եւ մարդը Աստծուն դառնա վախից, որ դժոխքում կայվի։ Վերջի վերջո մեր ամբողջ միջնադարը եւ մեր եւ Եվրոպայի մարդկանց վախեցնում էին դժոխքով, չէ՞։ Չանես դժոխք կգնաս, չանես այս կանես, կանես։ Եվ հետո երբ որ եղան երկու համաշխարհային պատերազմներ, երբ որ երկրի վրա էր դժոխքը, նոր հասկացանք, որ պետք չի մարդկանց վախեցնել դժոխքով, որտեղ ըստ էության դժոխքը չի փոխում մարդուն։ Հա։ Մենք կամ մեր ազգը, չէ՞, մենք ցեղասպանություն տեսանք, պատերազմ տեսանք, ամեն ինչ տեսանք, փոխվեցինք։ Ուրեմն դրանք երբեք չեն փոխում մարդուն։ Մարդուն փոխում է սերը, մենակ ու մենակ սերն է փոխում։ Որովհետև եթե երեխային դու ամեն օր ծեծես, հա, որ ինքը լավը դառնա, ինքը կսպասի այն ժամանակ, մինչև կարողանա մի օր ինքը քեզ ծեծել, հա, ուժեղանա։ Բայց եթե դու սիրես այդ մարդուն, ինքը հնարավորություն կա։ Ուրեմն սիրելիներս, ես երբեք կոչ չեմ անում որևէ բանի դեմ պայքարել, ես միշտ կոչ եմ անում ապրել հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որտեղ դեմ պայքարել անիմաստ բան ընդհանրապես։ Ուղղակի մեր քրիստոնյաների համար պետք է հասկանալ, որ Աստված իրան տենց չի ուզում, որ մարդիկ ճանաչեն, հա? Չի ուզում Աստված, որ իր մասին մտածեն, որ ինքը ինչ եմ ասում չի ուզում, ոչ թե Աստված ինձ երեք գիշեր ասել, գնաց ասել չի ուզում, այլ Սուրբ Գիրքը երբ որ կարդում ենք մենք, տեսնում ենք չէ՞ որ Տերը ինչ ասում, ասում են ձեզ ծառաներ չկոչեցի, բարեկամներ կոչեցի։ Խոսում է, որ ինքը մեզ սիրելով է որ եկել է այստեղ, հա? Եվ գոնե Սուրբ Գրքից մենք տեսնում ենք, որ մեր Տերը հանուն սիրո է եկել։ Եվ վերջի վերջո որևէ քաղաք, որտեղ լինում է կամ գյուղ կամ բնակավայր, որտեղ լինում է ինչ-որ բնական աղետ, որևէ մարդ, որ ենթարկվում է ինչ-որ փորձության, դա չի նշանակում, որ ավելի քիչ մեղավոր է կամ շատ մեղավոր է։ Վերջի վերջո, չգիտեմ, Պողոս Առաքյալը կոնկրետ իր հիվանդության համար ասում Աստված սա տվեց ինձ, որ ես չհպարտանամ, չէ՞։ Իսկ եթե մենք ասում ենք այ հիվանդությունը այս մեղքի համար եկավ, հա, մեղքի բան եկավ, այդ նշանակում է, որ ասենք Անտոն Անապատականը մեղավոր էր, որտեղ հիվանդ էր, չգիտեմ, Պախոմը մեղավոր էր, որտեղ հիվանդ էր։ Դա խնդիրը որն է, որ հիվանդությունն է փրկության համար տրվում մարդը։ Փորձություններ, զրկանքներն են, ամեն ինչը փրկության համար։ Իսկ մեղավոր ենք դրա համար է տրվում, պետք չի դա տրվի, որ մենք հասկանանք, որ մենք մեղավոր ենք։ Սենց տենենց, այսինքն մենք չգիտենք, որ մենք մեղավոր ենք, կամ Աստված չգիտի, որ մենք մեղավոր ենք։ Գիտի։ Ու իրան պետք չի, որ ինքը մի հատ էլ դա այն բանի պես, չգիտեմ, վերքի մեջ մատը մտցնի սենց խաղա։ Ոչ, հակառակը պետք է բուժել այդ վերքը, պետք է փրկել այդ մարդուն։ Եղավ, այսքանները հարցերին պատասխան